Հունիսի 7-ը 2026 թվականի համապետական ընտրություններուն արդիվ բազմաթիվ հարցումներ եւ այդ հարցումները բավականին հետաքրքրական են։ Օրինակ համար այն մարդիկ, ովքեր գարզես թե ամնեզիայի խնդիր ունին եւ իրենց հիշողությունը գդարաբի ինչ որ դժվարություններու պատճառով գարզես թե այլընտրանք կա դժբախտաբար չի գա կամ բարեբախտաբար չի գա հարցում նորեն Փաշինյանը պիտի ընդրվի նորեն քաղաքացիական պայմանագիր գուսակցությունը պիտի վերընտրվի այս հարցը երկրորդը արդյոք ճիշտ են այն բնդումները որ վարչապետ Փաշինյանի օրոք Արցախը հանձնվեցավ արդյոք Արցախի հանրապետության վերջին նախագահը որ լուծարեց Արցախը արդյոք բարոյական իրավունք ունի վարչապետ Փաշինյանին քննադատելու որ իբրև թե անհիմն են այն խոսքերը որ արցախցիները հանձնեցին Արցախը իսկ ինչ կվերապերի Հայաստանյաց արաքելական եկեղեցու թերագադարության մասին հայկական պետականությունը գուբերնիայի վերածելու աշխատանքների հետ կապված Ես վերջերս Հայաստան գտնվեի եւ բազմաթիվ շփումներ ունեցա իմ զրուցակիցը հայտնի հրապարակախոս Ոսկամ Մխիթարյանը ինքն ալ իր հերթին հարցումներ ունի Բարոն Չապարյան նախ բարի եկած եք Բարի տեսանք Դագավին Հայաստան գփուրեք շատ հետաքրքրական է այսօր լսել ցեզ այն իմաստով որ մոդեն շփում ունեցաք մեր եղբայրներուն քույրերուն հետ Հայաստան ինչ էր արդյոք իրենց դպավորությունները անդրության նախորյակին ինչ սկացումներով դոքորված են եւ ինչ ակնկալություններ ունին վերջո մենք գիտենք որ թերագադարներ շատ կան ներսեն եւ դուրսեն բայց ընդհանրապես ժողովրդին հետ շփման ընթացքին ինչ սեվի սկացումներ թրթռումներ սկացիկ որ ժողովրդի ինչի պատրաստ է հունիս 7-ի նախորյակին Շատ լավ հարցում էր պարոն Մխիթարյան պետք է ասել որ իբադիվ մեր ժողովրդին մեր ժողովուրդը քաղաքական հասունության նոր էթապը նոր փուլը ասենք հասած է եւ պետք է ասել որ լավադեսությունը բավականին ուժեղ է սակայն միևնույն ժամանակ ըսկոնության մագարտակը որ ինչ որ կովելի է բավականին բարձր է եւ Հայաստանի ինքնիշխան քաղաքացին այսօր իր մտածելերումով գուղվի թեպի հայկական պետականության ինքնիշխանության անկախության պաշտպանության տնտեսական զարգացման ժողովրդավարության սոցիալ արդարության համար քերակույն ցերփերումներու ճանապարհին եւ անշուշտ միաժամանակ ամենամեծ մտահոգությունը այն է որ ինչպես որ ես բազմիցս բարձրացանած էի եւ հիմա արդեն ուրախ եմ որ բազմաթիվ հայրենի հրապարակախոսներ խոսներ այդ մասին կբարձրացնեն ռուսական Թաշնության Ռուսաստանապնակ Հայաստանի քաղաքացիներու գազագերված համատրված ներխուժում գարձես թե գազագերբելու այդպիսի ծրագիրներ կան եւ Հայաստանի քաղաքացիները մեծ մտահոգություն ունեն այդ ուղղությամբ եւ գսեն մենք խնդիր ունենք բայկարելու ոչ միայն ընդրագաշարքներու հետ կապված երևույթներու թեմ, այլ նաև զանգվածային շուրջ 5 միլիարդ դոլարի ներդրում, այսինքն այդ ներխուժումը գազագերբելու համար 5 միլիարդ դոլարի գարձեք բյուջե դրամատրված է Ռուսաստանապնակ հայ օլիգարխներու եւ անշուշտ իրենց գլխավոր հովանավորողը Պուտինի գոմ է։ Ընդհանրապես Վարոն Չապարյան
գրցակ հաղորդվել ժողովրդին հետ այն իմաստով, որ բեդագանաշինության այդ գլխավոր ապրումը իրենց մեջ արդեն արմադացած է, որուն համար իրենք պատրաստ են շատ մզողություններ ունելու եւ այդ զողության մեջ նաեւ չեմ ուզերսել, որ արամարական գեցված կունենան, այլ գոմնագի հրեն բոլոր նախկիները, որոնք կփորձեն դաբալել այսօրվա իշխանությունը։ Իհարկե, ես պետք է ասել, որ նախադեсված ժամանակահատվածից ավելի երկար մնացի Հայաստան, որովհետև այդ շփումները ասենք բազմազան դառնալու նախապատկերը ես ունեցա եւ ադորամար քաչալերվեցա իմ գեցությունը գրտնապատկել Հայաստանին ներս, որովհետեւ այդ շփումները ինչպես որ գսեն one on one անձնական շփումները շարքային քաղաքացիներու հետ շարունակեմ եւ իրենց գարձիկը ունենամ եւ ցեվով իրազեկվիմ իրենց գեցվածքի մասին եւ իրենց աշխարհայացքի մասին պետք է ասել որ Հայաստանի քաղաքացիները 2020 թվականի 44 օրյա հագահայ terroristական լայնածավալ հարձակումեն աստին եւ մասսայական իբրիդային բادرազմի որպես թիրախավորված ժողովուրդ հասարակություն որպես քիդագից հասարակություն պետք է ասել որ այդ տարածքաշրջանի ամենաառաջադեմ հասարակությունն է այսօր Հայաստանի քաղաքացիական հասարակությունը այն առումով որ սկսած են հստակ կերպով զանազանել նախընտրական բայկարի սկսած հին ռեժիմականներու ասենք անհիմն անպաստանությունները ուղված վարչապետ Փաշինյանի հասցեին եւ անոր կումարած նաեւ այն բատմական փաստերը որ ինչպես Հայաստանի քաղաքացին սկսած է ավելի խորաթափանց նայել եւ արդեն հստակ կերպով իրազեկված է որ 2020 թվականի 44 օրյային Հայաստանն ու Արցախը թիրախավորվեցան ներքին թավաջանական դարերը ովքեր մեծավ մասամբ հին քողապետական ռեժիմականներն էին որոնք միացան հյուսային կորձընկեր երբեմնի ուժեղ թաշնագից ռուսական թաշնության եւ Արցախի հայաթափումը կազմակերպեցին եւ վերջերս ինչպես որ շատերը արդեն դերյակ են վերջին 24 ժամվա ընթացքին Արցախի հանրապետությունը լուծարման ենթարկած վերջին Արցախի նահանգահը վերջերս սկսած է նորեն անհիմն անպաստանություններ արձակել վարչապետ Փաշինյանի հասցեին, որի պրև թե Փաշինյանի վարչակազմը հանձնած է Արցախը, բայց բոլորս ալ գիտենք, որ Արցախի հանրապետությունը լուծարման ենթարկած Սամվել Շահրամանյանը այդ դխրահրճակ Ղարաբաղյան գլանի ներկայացուցիչը, որ զարմանալի կերպով չի հայտնված Բաքուի փանդեններս եւ զարմանալի կերպով ինչ որ կերպ զինքը հասցուցած են Հայաստան, որովհետեւ այս օրերուն իրեն օգտագործեն եւ իրոք ինքը ըստ երևույթին այդ համագարքի մաս կգազմի, որ Հայաստանի հասարակությունը ապա գոմնորոշ է իր սխալ անհիմն անպաստանություններով, որ իբրև թե Փաշինյանի վարչակազմն է, բարոն Մխիթարյան դուք շատ լավ գիշեք եւ դուք ալ մասնագից եղած եք այն բանջարգին, որ մենք ներկայացած ենք համադեղ գերբով, որ 2021 թվին երբ 2020 թվի 44 օրյան ասենք ավարտած էր, մենք առաջիններեն եղանք, մեր ժուրնալիստական խումբը առաջիններեն եղավ, որ այդ ժամանակը բարձրացնեցինք հանձնաժողով գազմելու մասին, որ
ասկային հետաքնություն իրականացնե եւ էկրանի վրա պիտի խնդրեի որ մեր AMJ-ի ղեկավարությունը ցույց տա մենք այդ ժամանակը առաջադրեցինք որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, երրորդը Սերժ Սարգսյան եւ չորրորդը Նիկոլ Փաշինյան եւ այս 4 ղեկավարներու ասենք ղեկավարության ներքո արդյոք ինչ սխալ բան գդարված է եւ անշուշտ հետաքային բարձվեցավ որ Հայաստանյաց արաքելական եկեղեցին իր հերթին մասնագից եղած է այդ միջազգային թավատության որ ներասկային դեսանգյունեն դիտված ուրիշ բան չէ եթե ոչ թավաճանություն ուրեմն մենք 2021 թվի առաջին ամիսներեն սկսյալ ինչպես որ գիշեք բարոն Մխիթարյան մենք բարձրացնեցինք այն խիստ կարևոր առաջադրանքը որ մենք մեր ժողովուրդը գազմե համասկային հանձնաժողովը հետաքննության ենթարկելու 4 վարչագազմերը պլյուս 5-րդը Քարեքին B Գդուչ Ներսեսյանը որովհետեւ մեր ժողովուրդը իմանա թե որտեղ երբ ինչպիսի բացթողումներ կորցատրվեցան սխալներ կորցատրվեցան եւ պետք է ասել որ այդ հանձնաժողովը դժբախտաբար ցանկի չգոչվեցավ սակայն ինչպես որ անգլերեն գսեն many of us did the legwork այսինքն մենք դնային յուրաքանչյուրս իմ նման եւ ծեր նման սրդացավ հետազոտող լրակրողներ մեր դնային բարդականությունները լիուլի սկսան կորցատրել եւ միջի հիմա կշարունակենք եւ իմ բազում զրույցներու ընթացքին նույնիսկ այն անձնավորությունները ովքեր չեն սիրել վարչապետ Փաշինյանին խոստովանեցան որ խոշոր թավաճանական լայնամասշտաբ թավաճանական կորձունեություն իրականացվեցավ հատկապես 2020 թվի 44-օրյա ժամանակ եւ նաեւ հատկապես իրերը հաջորդ առաջին 3 նախագահներու օրոք 1991-ին 98-ը Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ երբ մենք ականադես եղանք գսեն բազմաթիվ քաղաքացիներ մասսայական թալանչիության երբ Հայաստանի արդյունաբերությունը գազմականթվեցավ իսկ երկրորդ նախագահի օրոք 1998-2008-ը մենք ականադես եղանք հոկտեմբեր 27-ը 1999-ի պետական ղեկավարության գլխատման երբ հայկական պետականությունը գլխատման ենթարկվեցավ երբ մեր ասկի սպարաբեդ Վասկեն Սարգսյանը իր յանքը գործունեություն ինչպես նաև բարոն Գարեն Դեմիրճյանը եւ այլ պետական պաշտոնատարներ եւ նաեւ մենք ականադես եղանք Թալանի շարունակության եւ 2008 թվի մարտի 1-ի դխրահարչակ օրվա ամմեր քաղաքացիներու սպանտին Ռոբերտ Քոչարյանի օրով եւ անշուշտ Սերժ Սարգսյանի օրով նույն աթալանչիական կորձունեությունը շարունակվեցավ եւ ամբողջ աշխարհը գիտե Սաշիգի մասին որ Սերժ Սարգսյանի եղբայրն է որին համար գսեն 50-50 Սաշիգ այսինքն 50-50% Սաշիգ եւ ամենե վադը ամենե անդանելին իրականացվեցավ իրերը հաջորդ 3 նախագահներու օրոք Հայաստանի պաշտպանության բյուջեի թալանը երբ մեր ժողովուրդը իրազեկվեցավ եւ իբադիվ մեր քաղաքացիներուն Հայաստանի մեջ շատեր արդեն առանցին զրույցներու ընթացքին հստակ կերպով գսեին թե ինչպես փանագը թիրախավորվեցավ ռսաստրուկ գերձ գեներալներու գոմե որոնք նաև թեմականացուցին Արցախի անգումը եւ անշուշտ շարքը երկար է դժբախտաբար մեկ խոսքով Փարքուբադիվ այսօրվա Հայաստանի քաղաքացիական հասարակության այն առումով որ մեր հասարակությունը իրոք գաբրի քաղաքական հասունության նոր մագարտակ եւ անշուշտ
ի պատասխան ծեր հարցումին պատրաստ է իքին ամեն ինչի համար գերբով բայկարելու, որովհետեւ հայկական pedagogiությունը անպայման ոչ միայն շարունակվի, այլ անպայման հզորանա։ Բարոն Չապարյան, ակնհայտ է, որ եկեղեցին շատ դխուր թեր ունեցավ այս բոլորի մեջ եւ դակավին թշպախտապար գշարունակե։ Մանավանդ այն օրեն, եւ որ Քարեքին երկրորդ կաթողիկոս հրաժարականը պահանջեց, որուն թշպախտապար միացավ Գիլիգիո Արամ կաթողիկոսը։ Այսօր եկեղեցին այս վատ վիճակի մեջ է եւ ժողովուրդը այս բոլորին ագանադես եղավ։ Եվ որ եկեղեցի գսենք գակնարգենք եկեղեցու փաստացիջան հոգեվորականության դխուր գեցվածքին։ Այս բոլորը ցախողանք էին մինչև այսօր, ինչպես նաև ցախողանք էր այդ էպիսկոպոսական ժողովը որ եղավ։ Եվ այսօր ըսկալի գերբով թեև քիչ մեղմացած են հարաբարակը անշուշտ ակնկալությունները մեր բոլորի կողմեն եւ ժողովրդի կողմեն շատ մեծ է, որ անպայման լուծում մգտնե եւ այս բարձրաստիճան հոգեվորականները թատրին շահագործել է եկեղեցին։ Սքեմի դակ բահվելով մինչև այսօր շահագործեցին եւ բոլորնալ չեմ ուզեր սերվոր անխդիր բոլորնալ ցոփ կյանքը գվայելեն, բայց բոլորինալ մտահոգություն միայն մամոնան է եւ ոչ ժողովուրդը։ Ժողովուրդը որբեսի գարենա խորանալ ավելիով աբակային pedagoganաշինության քաղաքարի մեջ գագնալ է որ եկեղեցինալ իր հոգեվորականությամբ առողջ մտածի այս մասին։ Թշպախտապար գրտնելու պետք չի գա եկեղեցվո ղեկավարությունը վատ թեր ունի։ Ճիշտ է որ գարկ մի եկեղեցականներ սկսան հեռանալ, ինչպես վերջերս Վահան arczepiskopos հայտարարեց, որ ես Ամերիկա երթամ որոշ բժշկական խնամքի ենթարկվելու, քերակուն հոգևոր խորհրդի անդամ էր, բայց չմեկնած հաղորդակցություն մանեց հրաբարակավ, ասելով որ ես նաև համաձայն եմ Սահակ Բադերիարքի թելադրություններուն։ Սա կնշանակե որ մայր ջուղեն քիշմը շեղեցավ եւ դարձավ ընդեմ Քարեքին կաթողիկոսին։ Ծեր խոսքը Վահան arczepiskopos Հովանեսյանի մասին, Ֆրանսիայի նախկին առաջնորդն էր, որ ծևով մահանգստյան գոչված էր, Հայաստան էր եւ Քերակուն հոգևոր խորհրդի անդամ էր եւ դխրարչակ թեր գդարեր նաեւ այս բոլորին թիմած ժողովրդին հետ շոփված ադեն ժողովուրդը ինչ կմտածե եկեղեցվո ղեկավարության նկատմամբ որ այսպիսի դխուր թեր ստանցած է ընդեմ pedagoganաշինության առանց անդրադառնալու մեր բարձրաստիճան հոգևորականները չեն հասկանալ որ իշխանությունները գուքան գերտան բեդությունը բիլի մնա քոյադևե հետևաբար եկեղեցու բարձրաստիճաններուն բարդականությունը նույնքան կարևոր է որպես թե քաղաքացի եւ թե եկեղեցու իշխանավորներ առանց արադավորելու մեր ժողովրդի հավատքը ընդեմ եկեղեցու ինչ ըսկացիք եւ որ ժողովրդին հետ շփում ունեցաք եւ հարցուցիք որ թե թշպախտաբար ժողովուրդը գդրիչ կգոչե զինքը բայց ես տակավին գահարկեմ իր գարկը բայց կուզեմ իմանալ որ ժողովուրդը ինչ պիտի է այս բոլորին թիմած որովհետեւ չգա մեկը որ գրնասել որ եկեղեցին հաջողած է եկեղեցին ցախողած է գստորակրեն ասոր դագը համայն ասկով բայց ինչ պիտի է ժողովուրդը մանավանդ Հայաստանի ժողովուրդը որ ինքը պիտի դա ինչ կգնալ է փաստացիջան եկեղեցականութենը որբեսի մեր եկեղեցին վերագանքնե իր բադիվը եւ արժանապատվությունը պետք է ասել որ չախճախիչ մեծամասնությունը Հայաստանի քաղաքացիներուն գբնթե Գդրիչ Ներսիսյանին գոչել իր իսկական աշխարհական անունով եւ գմերժե Քարեքին երկրորդ կաթողիկոս ասենք
բարերու օգտագործումը, որ սրբություն է իրականության մեջը եւ հասարակած կարծիքը որ համադարած է իմ շփումներու միջոցով իրազեկվեցա որ ժամանակը եկած է որ հայաստանյաց արաքելական եկեղեցին որ ռուսական եկեղեցու բռնագծման այս թավատության այդ վտանգեն հերացնելու եւ բոլոժենյան վերացնելու եւ ազատ աշխարհի մեջ հայաստանյաց արաքելական եկեղեցու օրենսդրությունը ասենք դարաձելու նաեւ նախկին սովետի դարածքին եւ հատկապես Հայաստանեն ներս եւ նաեւ ուրիշ բանալ իրազեկվեցա վերջերս եւ Լոս Անջելեսյան եւ հայաստանյան աղբյուրները որ բավականին քաչադեղյակ հայեր բնթեցին որ 44 օրյայի ժամանակ Քարեքին B Գդրիչ Ներսեսյանի չոգադը գերց հոգևորականներու որոնք իբրև թե ասենք բանակի մեջ ծարայող հոգևորականներ են սակայն իրենց փչիչային հերախոսներով լրդեսություն ըրած են իվնաս հայկական բանակի սա ինձ համար ապշեցուցիչ երևույթներ դեղեցություններ անշուշտ ես միան իմացածը կփոխանցեմ ցեզի եւ մեր հերոստատիդորներուն սակայն ասի պետք է շատ լուրջ կերպով իմ առաջադրանքն է եւ բազմաթիվ հայորդիներու եւ հայուհիներու առաջադրանքն է որ Հայաստանի իրավաբահ մարմինները լուրջ կերպով հետաքննություն իրականացնեն եւ այս փաստը ճուրին երես հանեն որովհետեւ ասի շատ ծանր անպաստանություն է ես չեմ կարող ասել որ ասի ճշմարտության կամ պատասխանե կամ չի համապատասխանել ես ընդամենը այս հարցը ասենք գպարսացնեմ որովհետեւ Հայաստանի իրավաբահ մարմինները իրենց բարդականությունները լիուլի կդարեն եւ այս բայթուցիկ իրողությունը եթե ճշմարտություն է բարձապանեն եւ հանրության սեփականությունը դարձնեն եւ ոչ միայն այդ այլ պատասխանատու հանցակորձ ղեկավարները սկսած Գդրիչ Ներսեսյանեն պատասխանատվության ենթարկեն եւ եւս մեկ խնդիր մնալ գա գարկմը քաղաքացիներ բնտեցին որ Դաշիր Սամոյի այդ միլիոնավոր դոլարներու նվիրատությունները իբրև թե վեհարանի շինարարության արդիվ այդ փողերը լվացման ճանապարհով դրված են եւ նաեւ ըստ երևույթին սփյուռքյան գարկմը բարերարնել նույն այդ սխեմային մասնագից եղած են անունները այս պահին պիտի չփարսացայնեն որովհետեւ բավականին լուրջ թիվ գազմող հետազոտող լրագրողներ եւ Հայաստանի մեջ եւ արտերկրի մեջ այս ուղղությամբ իրենց հետազոտական աշխատանքները առաջ կտանին եւ երբ որ ժամանակը կա իրենք պիտի բարձրացնեն այս մասին եւ պիտի բարձրացնեն թե ովքեր ինչպիսի լայնամասշտաբ massայական փողերի լվացման մեջ ցերնամուխ եղած են եւ նաեւ մտահոգություն հայտնողներ եղան որ այդ փողերի լվացման ճանապարհով նաեւ ընդրագաշարք դարաձելու վտանգը բարձրացնեցին եւ սա շատ մեծ վտանգ է պետք է ասել որ pedagogan ըսպառնալիք է եւ անալ պետք է ասեմ որ Վարոն Մխիթարյան այդ մեծ թիվով Ռուսաստանապնակ Հայաստանի քաղաքացիներու ներխուժումը թեպի Հայաստան հունիսի 7-ի համապետական ընդդիմություններու նախորդին շատ լուրջ վտանգ կներկայացնե, որովհետև ըստ երևույթին մենք գործ ունենք ոչ թե 5-10,000 ասենք Հայաստանի փասիվ քաղաքացիներու, որոնք Ռուսաստանապնակ են եւ վերջերս բարոն Գորգի Թումասյանը որ շատ
հստակ կերպով ներկայացուց եւս մեկ վտանգը, որը կվերապերի Վրաստանապնակ երկքաղաքացիներու մասին, որոնք նաև Հայաստանի քաղաքացիներ են, եւ մենք գործ ունենք շուրջ 5 միլիարդ դոլարի ընտրագաշարքի շրջանառության հետ եւ նաև վտանգը շատ հստակ է, արգա է, որ կարող է մինչև 2-300,000 ներխուժում իրականացվի 2-300,000 Հայաստանի քաղաքացիներու կողմէ, որոնց դեղափոխման ծախսերը գողոքացվին Կրեմլի կողմէ հովանավորված օլիգարխներու եւ հոգեվորականներու եւ ինչպես որ քիչ առաջ դուք բարձրացանեցիք եկեղեցու ժխտական եկեղեցու ղեկավարության ոչ թե եկեղեցու, որովհետեւ եկեղեցին դուք եք, ես եմ եւ մեր նման հետևորդներն են, հավատացյալներն են, սակայն այսօրվա Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին բռնազավթած ղեկավարությունը հանցինս Կարեկին Բ Գդրիչ Ներսեսյանի եւ իր KGB-շնիկ արյունագից եղբոր Գարո Ներսեսյանի, որ հայտնի է Եզրաս arczepiskopos անունով եւ իրենց Ամերիկայի գծորդը Հովնան Դերդերյան arczepiskoposը Արևմտյան Ամերիկայի պետք է ասել, որ այս համագարկված ներխուժումը շատ լուրջ վտանգ կներկայացնի եւ ես Հայաստան եղած ժամանակս երբ ասենք հերոստային զրույցի հրավիրած էին այն ժամանակը բարձրացանեցի հիմա էլ կբարձրացնեմ որովհետեւ շատ կարեւոր է այս եղելությունը որ իրավաբահ մարմինները եւ գետրոնական ընտրական հանձնաժողովը համակորձակցաբար եւ բոլորս ալ Հայաստանի քաղաքացիներն ալ ակտիվ երբով մասնակից դառնան եւ ճուրին երես հանեն այն փաստը որ քանի դասնյակ հազարներով Հայաստանի քաղաքացիներ որոնք Վրաստան կփնագին, Ռուսաստան կփնագին եւ այլ նախկին սովետի դարաշներ հատկապես կկործուղվին եւ իրենց դեղափոխման եւ գեցության ծախսերը կհոգացվին դաշիր սամոներու եւ այլ օրիգարխներու կողմէ ուրեմն այս փաստը պետք է ճուրին երես բարձրացվի եւ այն գուսակցությունը կամ թաշինքը որ ովևէ դեսագի ընդրագաշարք շրջանառության մեջ կտնե պետք է ապօրինի հրճակվի եւ իր այդ գուսակցության կամ թաշինքի մասնակցությունը արգելվի ընդհանրապես արգելվի որովհետեւ եթե ովևէ գաշարադվության հետ առնչվող ովևէ գուսակցություն կամ թաշինք թույլատրվի ընդրության մասնակից դառնալ, ապա ուրեմն մենք նովին կորձով մեղսագից կլանք Հայաստանի Հանրապետության սահմանադրության գարքի դաբալման։ Բարոն Չապարյան, իդես այս ընդհանուր երևույթին ես պիտի ուզեի գոչ ուղղել մեր բոլոր նվերաբեդական աթոռներու քահագալներուն եւ այդ նվերաբեդական աթոռներու պատկանող եպիսկոպոսներուն Եթե դուք հոգևոր եղբայրներ մտահոգ եք հայ եկեղեցու աբակայով հիմա ադենն է որ ոտքի ելեք եւ բահանչեք լրությունը այս բարակային հանցակորձություն է Բիդի ոտքի ելեք բահանչեք եպիսկոպոսական ժողով եւ այդ եպիսկոպոսական ժողովով բիդի հրավիրվի ասկային եկեղեցական ընդհանուր ժողով փրկելու համար մեր եկեղեցին առհավետ